վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը։ Որակարգի շրջանակում քննարկվել է ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը նախ անդրադարձել է ռազմավարական ծրագրի գերակայություններին եւ ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվել են այդ ուղղություններով։ Նրա ներկայացմամբ իրականացված միջոցառումներն ուղղված են եղել քաղաքացիական վերահսկողության ներքո գործող ոստիկանության կառուցվածքային եւ ֆունկցիոնալ համակարգի վերջնական ձևավորմանը, մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցումների ներդրմանը, բարեվարկության ամրապնդման ու հանրային հաշվետվողականությանը, կրթական միջավայրի բարելավմանը, արդի մարտահրավերներին դիմակայող պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգի ձևավորմանը, ոստիկանական ծառայությունների շրջանակներում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության պատշաճ ապահովմանը, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանի լավարկմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Նշվել է, որ ռազմավարական ծրագրի կատարողականը թվային տվյալներով հետևյալն է. 2024 թվականի համար նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, մեկը կատարվել է մասնակի։ Անդրադարձ է կատարվել նաև թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքներին, նշվել է, որ սահմանվել են հանրային ծառայությունների մատուցման որակի չափորոշիչները, մշակվել է ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համալիր վերլուծություն, մեկնարկել եւ իրականացվում է մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների ծրագիրը։ Արփին Սարգսյանը նշել է, որ արդեն գործում է ներքին գործերի նախարարության նորաստեղծ կրթահամալիրը քաղաքացիական կառավարմամբ, որը դիտարկվում է նաև որպես հետազոտական հաբ։ Բարեկային ծառայության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում այն գործում որպես արտաքին ծառայության նոր եւ ժամանակակից մոդել։ Ներկայացվել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թիվը, աճել է իրավախախտումների բացահայտումը։ Միջոցառումներն իրականացվել նաև քրեական ոստիկանության ու համայնքային ոստիկանության զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Վերափոխվել է ոստիկանության զորքերը, ձևավորվելու է ոստիկանության գվարդիան։ Ըստ 2024 թվականի անցկացված հարցումների, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%։ Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ ոստիկանության բարեփոխումներին ուղղված միջոցառումների, մասնավորապես ոստիկանության ինստիտուտի գործունեության կատարելագործման եւ կարողությունների բարելավման վերաբերյալ։ Ամփոփելով քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը, հիմնվելով իրականացված միջոցառումների արդյունքների վրա։ Նա նաև ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Շատ կարևոր է, թե պետությունը ինչ է ասում իր ոստիկանին, իր աշակերտին, իր քննիչին, իր պաշտոնյային։ Գաղափարախոսական աշխատանքը շատ կարևոր է, այդ թվում նաև քաղաքացի-ոստիկան հարաբերությունների առումով, նշել է վարչապետը։